Ինչպես եք հասկանում Աստծո գործելակերպը կյանքի յուրաքանչյուր իրավիճակում։ Ինչպես եք տեսնում նրա ձեռքը։ Կամ ձեր կյանքի որ իրադարձությունն եք վերագրում Աստծուն, որը ոչ։ Արդյոք կարողանում եք զանազանել, թե ինչպես է ձեր գործողության կամ ուրիշի գործողության միջոցով գործում Աստված։ Ես երկար մտորում եմ ինչպես այս հատվածի խնդիրը կարողանամ շոշափելի կերպով ձեզ ցույց տալ։ Եվ այսպիսի մի ձևակերպում մտածեցի։ Մեկ իրադարձության մեջ երկու իրականություն։ Եվ դու ապրում ես, եւ դու գործում ես, բայց զուգահեռ այս ֆիզիկական իրականությանը գոյություն ունի նաեւ հոգեվոր իրականություն, որտեղ որտեղը գործում է, բայց այն անտեսանելի է մեզ համար, եւ ֆիզիկական աչքերը մեզ տրված են ֆիզիկական աշխարհը տեսնելու համար, իսկ հավատքը հոգեվորը տեսնելու համար։ Պողոսի համար շատ բարդ խնդիր կար։ Նա պետք է իր կյանքի բոլոր իրադարձություններում վստահ լինել, որ Տերը ներկա է իր կյանքում։ Չէ՞ որ նա նախորդ հատվածում խոստում էր ստացել, որ ես քեզ հետ եմ, եւ պետք է հաջողի քո ծառայությունը։ Բայց արդյոք հաջորդիվ, երբ Պողոսը հայտնվի փորձությունների մեջ, կկարողանա տեսնել, թե այդտեղ ինչպես է գործում Աստված։ Ինչպես նա զանազանի, ինչպես նա հասկանա իրեն երբ դատում են, Տերը այդտեղ գործում է, թե ոչ, երբ իրեն ծեծում են, Տերը այդտեղ գործում է, թե ոչ, երբ ինքը չարչարանքի մեջ է, Տերն այդտեղ գործում է, թե ոչ։ Եվ դրա համար կարող եք հիշել, որ մի իրականության կամ մի իրադարձության մեջ երկու իրականություն կա։ Եվ դու ես գործում, եւ շրջապատող մարդիկ, եւ միևնույն ժամանակ Տերը ներկա է, եւ Տերը գործում է։ Երբ թվում է, թե մարդիկ տնօրինում են իրադարձությունները, երբ թվում է, թե Աստծո գործը վտանգված է, հարց է առաջանում, ով է իրականում վերահսկում պատմության ընթացքը։ Մարդիկ, թե Աստված։ Մարդիկ իսկապես ծրագրում են, այո, գործում են, եւ հաճախ իրենց որոշումներով փորձում են ազդել պատմության ընթացքի վրա։ Սակայն իրավիճակների վերջնական ելքը միշտ որոշում է Տերը։ Մարդկային գործողությունները իրական են, այո, բայց դրանք երբեք դուրս չեն Աստծո վերահսկողությունից եւ Աստծո կառավարումից։ Սա կարելի է շատ պարզ պատկերով տեսնել Հիսուսի խաչելության պարագայում, ամենասուր օրինակը։ Շատ օրինակներ կար, ես մեկ Հիսուսի խաչելության օրինակ ուզեցի ձեզ ասել, մեկ էլ Հովսեփի, որ հիշելով կարող եք դետալները մտաբերել։ Հիսուսի խաչելությունը ովքեր կազմակերպեցին։ Մարդիկ, բայց ով էր նախատեսել, որ Հիսուսը խաչվեր։ Տերը։ Տեսնում եք, մի իրադարձություն, որտեղ որ մարդիկ ակտիվ մասնակցություն ունեն, մյուս կողմից Տերը վերահսկում, կառավարում եւ ուղղորդում է իր նպատակների համար։ Ճիշտ է, մենք խոսենք դրա մասին, որ մարդկանց չարությունները անպատիժ չեն մնում։ Եվ որքան էլ Տերը օգտագործում է մարդկային չար արարքները, դա չի ազատում իրենց պատասխանատվությունից։ Սա խոսում է Տիրոջ իմաստության մասին, Տիրոջ ամենակարողության մասին, որ նա կարող է նույնիսկ չարիքը օգտագործել իր նպատակներն իրականացնելու համար։ Նույն ճշմարտությունն ենք տեսնում Գործք առաքելոց 18-րդ գլխի 12-ից 18-րդ հատվածում։ Մարդիկ ծրագրում են կանգնեցնել Պողոսի ծառայությունը եւ նրան դատական ճանապարհով ուզում են վնասել, բայց իրավիճակի վերջնական ելքը որոշում է Տերը, ով պաշտպանում է իր ծառային, պաշտպանում է այնպես, որ վերջում նա կարողանա ազատորեն Կորինթոսում շարունակել իր ծառայությունը։ Մի փոքր ձեզ հիշեցնեմ մեր թեմատիկ բաժանումը։ Մենք արդեն 4-րդ պատգամն է, որ այս հատվածից ուսումնասիրում ենք։ Մենք մեծ հատված սկսեցինք ուսումնասիրել 18-րդ գլուխ 1-ից 18-րդ համարները եւ առաջին 4 համարում մենք տեսանք, որ Տերը ծառայությունը շարունակելու համար տվեց գործակիցներ Պողոսին։
Հիշում եք նա նոր եկել էր Կորինթոս, նա ոչ մեկի չէր ճանաչում, Տերը հանդիպեցրեց Ակյուղասին եւ Պրիսկիլային, տվեց այնտեղ աշխատանք, որ նա կարողանա եւ վաստակել եւ նաեւ ծառայել Տիրոջը։ Այնուհետև 5-ից 8-րդ համարներում մենք տեսանք, որ Տերը նույնիսկ առաջընթաց տվեց այդ ծառայությանը, տվեց պտուղներ եւ շատերը 8-րդ համարում տեսնում ենք, որ դարձի եկան նույնիսկ ժողովարանի ղեկավարը Քրիստոսը իր ամբողջ ընտանիքով եւ շատ կորինթացիներ։ Եվ հիշում եք նաեւ, որ 4-րդ համարի վերջում 5-ը երբ սկսում էր գալիս են եղբայրները, որոնք որ բերում են նյութական կարողություններ, որ Պողոսը կարողանալ ամբողջ ժամանակով նվիրվել ծառայությանը եւ դրա արդյունքում Տերը տվեց այս առատ պտուղները։ Դրանից հետո մենք տեսանք 9-ից 11-րդ համարներում, թե ինչպես Տերը քաջալերեց Պողոսին տեսիլքի մեջ։ Եվ նրան քաջալերեց իր խոսքով, քաջալերեց նաեւ իր ներկայությամբ եւ իր խոստումներով, որ ես քեզ հետ եմ, չվախենաս ոչ ներկա, ոչ ապագա իրադարձություններից, որովհետեւ ես այդ քաղաքում ասած, որ շատ ժողովուրդ ունեմ։ Այսինքն սա Պողոսին տվեց մեծ քաջալերանք, որ հաջորդիվ իր հետ ինչ որ տեղի ունենա, դա Աստծո վերահսկողության տակ է։ Թեպետ վստահ եմ Պողոսի աստվածաբանությունում արդեն այդպես էր, բայց սա հավելյալ քաջալերանք էր նրա համար, որ ես Կորինթոսում ինչ էլ որ անեմ, իմ կյանքին վտանգ չի սպառնալու, ես չեմ մահանալու եւ Տիրոջ ժողովուրդը, որ դեռևս իրենք էլ չգիտեն, որ պետք է փրկվեն, պետք է դարձի գա ավետարանի միջոցով։ Եվ այսպիսով մենք այս ընթացքը ունեցանք, հասանք վերջին հատվածին, այսօր վերջին մասն ենք ուսումնասիրելու եւ գլխավոր ճշմարտությունը ամբողջ հատվածի վերհիշենք ու անցնենք մեր հատվածին։ Հատվածի հիմնական ճշմարտությունը, գլխավոր միտքը հետեւյալն է. Տերը քաջալերում է շարունակել ծառայությունը, որպեսզի իր ժողովուրդը ունենա հնարավորություն ավետարանը լսելով հասնել փրկության։ Այսինքն բոլոր իրադարձությունները կատարվում են այս նպատակի համար, որպեսզի շարունակվի ծառայությունը, որովհետև ծառայության շարունակությունից է կախված քարոզչությունը, իսկ քարոզչությունը եթե չլինի, ինչպես հավատան, եթե չլսեն, եթե քարոզող չլինի։ Եվ մեր հատվածի, այսօրվա այս նեղ հատվածի հիմնական ճշմարտությունը հետևյալն է. Տերը պաշտպանում է իր ծառաներին, որպեսզի իրականացնի իր փրկության ծրագիրը։ Նաև տալիս է անվտանգություն, որ այդ պայմաններում նրանք կարողանան ծառայել։ Եթե դուք նկատեցիք ամբողջ հատվածում սկսած կենցաղային կարիքներից Տերը հոգում էր։ Ամեն հարց հոգում էր ինչի համար։ Գլխավոր նպատակը ծառայության։ Դրա համար երբ ես եւ դուք ապրում ենք, ուտում ենք, խմում ենք, վաստակում ենք, հանգստանում ենք, ինչ որ անում ենք, հիշեք, դա Տիրոջ առատ նվերներն են, բայց ոչ թե չարաշահման կամ միայն վայելքի, այլ ծառայության համար։ Որովհետեւ մենք կարողանանք դրանցով ծառայել եւ երկնքում գանձեր դիզել։ Երկնային նյութական բաներից հավիտենական նշանակություն ունեցող պտուղներ ունենալ։ Եվ այսպիսով այս հատվածում մենք տեսնում ենք Հիսուսի պաշտպանության 3 ձևերը ծառայության շարունակության համար։ Ինչպես է Հիսուսը պաշտպանում։ Եկեք նախ ընթերցենք հատվածը, որից հետո կսկսենք մեկ առ մեկ այս ձևերը ուսումնասիրել։ Ուրեմն 18-րդ գլուխ, Գործք առաքելոց 18-րդ գլուխ, 12-րդ համարից մինչև 18-րդ համարի առաջին մասը։ 18-րդ համարի առաջին մասը անցումային համար է եւ նախորդ համարին հատվածին վերաբերող ինֆորմացիա ունի իր մեջ եւ հաջորդ։ Մենք կընթերցենք մինչև 18-րդ համարի առաջին մասը, 12-ից 18։ Ուրեմն տեսիլքի մեջ Տերը քաջալերեց Պողոսին, ասաց որ քեզ հետ եմ, ոչ ոք քեզ չի վնասի, ես այստեղ ժողովուրդ ունեմ եւ տեսեք հաջորդի ինչ է տեղի ունենում։ Եվ երբ Գավիոնը բդեշկի փոխանորդն էր Աքայայում, հրեաները միաբանվելով Պողոսի դեմ ելան եւ նրան ատյան տարան, ասելով թե նա համոզում է մարդկանց օրենքին հակառակ ձևով Աստծուն պաշտել։ Եվ երբ Պողոսն իր բերանն ուզում էր բանալ, Գավիոնը հրեաներին ասաց. Ով հրեաներ, եթե մի անիրավություն կամ նենգություն լիներ, արժանի կլիներ, որ ձեզ լսեի, բայց եթե խնդիրը խոսքի եւ անունների եւ ձեր օրենքի մասին էր, դուք ինքներդ տեսեք, որովհետև այդպիսի բաների դատավոր չեմ ուզում լինել։ Եվ ատյանից դուրս հանեց նրանց, եւ բոլոր հույները,
Սոսթեներ ժողովապետին բռնեցին եւ ատյանի առաջ ծեծում էին, իսկ Գավիոնը նրանց մասին ամենևին չմտահոգվեց։ Պողոսը դեռ երկար ժամանակ մնալուց հետո եղբայրներից բաժանվելով նավով գնաց դեպի Սիրիա։ Այսպիսով, այս հատվածում մենք տեսնում ենք Հիսուսի պաշտպանության 3 ձևերը ծառայությունը շարունակելու համար։ Այսպիսով, ինչպես է Հիսուսը պաշտպանում ծառայության համար։ Ես դիտավորյալ գրել եմ Հիսուսը, որովհետև գործող անձը Հիսուսն է եւ տեսիլքում էլ Տերը հենց իրեն երևաց, դրա համար չեմ գրել ինչպես է Աստված կամ Տերը պաշտպանում, ավելի կոնկրետ ինչպես է Հիսուսը պաշտպանում ծառայության համար։ Առաջին նա թույլ է տալիս չարիք։ Նա թույլ է տալիս չարիք։ Նա օգտագործում է մարդկանց չար ծրագրերը։ Եվ այս երկու համարում, 12 եւ 13-րդ համարներում մենք տեսնում ենք Աստծո թույլտվության ներքո գործող երկու գործողություն՝ հարձակում եւ ծուղակ, որ իր ծառայի նկատմամբ թույլ է տրվում։ Նայեք 12 եւ 13-րդ համարներին։ Աքայայում Հյուպատոս Գավիոնի օրոք հրեաները միաբանվելով Պողոսի դեմ ելան ու նրան ատյան տարան, ասելով. Սա մարդկանց համոզում է, որ օրենքին հակառակ ձևով Աստծուն պաշտեն։ Հարձակումը եւ ծուղակը այստեղ Աստծո վերահսկողությունից դուրս չեն գտնվում, այլ ծառայում են Աստծո ծրագրերին։ Սա նպատակային թույլտվություն է, որ թույլ է տալիս Աստված։ Նայեք համարներում նրանք ինչ արեցին։ Միաբանվեցին, դեմ ելան, տարան Պողոսին եւ մեղադրեցին։ Սա այս իրավիճակի մասին Տերը արդեն Պողոսին ասել էր։ Մենք նոր հիշատակեցինք 9 եւ 10-րդ համարներում, ասել էր, որ ոչ ոք քեզ վրա չի հարձակվի, քեզ վնասելու համար։ Այսինքն Տերը ոչ թե երաշխավորել էր, որ չի լինի հարձակում, այլ չի լինի վնաս այդ հարձակման արդյունքում։ Տերը այստեղ սկսում է իրականացնել իր նախորդ խոստումները։ Նա ոչ թե կանխում է Պողոսին ուղղված գործողությունները, այլ թույլ է տալիս դրանք, եւ որ ամենակարևորն է, թույլ է տալիս, քանի որ ունի նպատակ։ Մի մոռացեք նպատակը։ Ես այս քաղաքում շատ ժողովուրդ ունեմ։ Տիրոջ բոլոր գործողությունները ուղղված են ընտրյալների փրկությանը։ Ուրեմն ինչ գործողությունները թույլ տալիս Տերը այս համարներում։ Տեսեք, առաջին նա թույլ է տալիս հարձակում իր զավակի նկատմամբ։ Միաբան հարձակում։ Հրեաները չկարողանալով աստվածաբանական տեսանկյունից հաղթել Պողոսին, կանգնեցնել նրա ծառայությունը եւ փնտրում են այլ ճանապարհ դա անելու համար։ Արդյոք կհաջողվի նրանց ծրագրերն իրականացնել թե ոչ, շուտով կտեսնենք։ Հրեաները իրենց կեղտոտ ծրագիրն իրականացնելու համար փնտրում են հարմար առիթ եւ դա տեսնում ենք 12-րդ համարի սկզբում։ Ինչու են նրանք ընտրել հենց այս ժամանակը։ Նայեք 12-րդ համարի սկզբին, որտեղ Ղուկասը պատմական համատեքստից տեղեկություններ է տալիս եւ շատ ճշգրիտ։ Աքայայում Հյուպատոս Գավիոնի օրոք նրանք սա արեցին։ Աքայայի եւ Կորինթոսի մասին ձեզ մի քանի տեղեկություն տամ։ Աքայան հռոմեական կայսրության սենատական նահանգ էր, իսկ Կորինթոսը Աքայայի վարչական շրջան էր, նրա մայրաքաղաքն էր։ Եվ այս պայմաններում 12 եւ 13-րդ համարների տեսանը բավականին տպավորիչ է լինում, քանի որ հրեաները պարզապես Պողոսի դեմ բողոք չեն ներկայացնում տեղական ժողովում, այլ միաբանվում են նրա դեմ եւ նրան տանում են ամենաբարձր հռոմեական ատյանը։ Նրանք ուզում են կասեցնել Պողոսի ծառայությունը նահանգի մակարդակով, իսկ արդյունքում Պողոսի ծառայությունը հաջողվում է հենց նահանգի մակարդակով։ Սա նման է այն իրավիճակին, երբ օրինակ մեր օրերում որևէ միսիոների դեմ բողոք հնչի, եւ այդ բողոքը ոչ թե տվյալ վարչական շրջանում ուսումնասիրեն, քննեն, այլ սահմանադրական դատարան հասցնեն։ Այսինքն նրանք անում են այստեղ դա, եւ սա ցույց է տալիս, թե որքան լուրջ է իրավիճակը Պողոսի համար։ Գավիոնը ով է։ Գավիոնը սովորական մեկը չէ։ Նա Աքայա նահանգի Հյուպատոս է։ Հյուպատոսը գիտեք, պաշտոնական անձ է, ուրիշ տերության մեջ, հռոմեական իշխանության բարձրագույն ներկայացուցիչներից մեկը։ Նա Փիլիսոփա Սենեկայի եղբայրն էր, նրա մասին կարծեմ պատմությունից էլ շատ լսած կլինեք։ Եվ իր եղբայրը հենց Սենեկան Գավիոնի մասին գրում է, որ նա շատ հեզ, բարյացակամ մեկն էր, որովհետև հաջորդիվ ինչ նկարագրություններ որ մենք տեսնում ենք
իրենց վտարում է դատարանից, ուշադրություն չի դարձնում անտարբեր է նրանց, որ ծեծում են Սոսթենեսին, կարծես չհամապատասխանի նրա տեսակին, ինչպիսին է, ինչ բնութագրեր որ կա։ Բայց դուք կտեսնեք, թե ինչու է եւ ինչպես է Աստված կառավարում եւ ինչու են այդ իրականությանը հասնում հрьяաները։ Նրա անունը Գաղիոնի հայտնի է ոչ միայն Աստվածաշնչից, այլ հունական մի քաղաք կար Դելփի, որտեղ արձանագրություններ կար հայտնաբերված, այդտեղ Կլավդիոսը հիշատակում է նորից նրա անունը, այսինքն Ղուկասը այստեղ տալիս է մեզ պատմական ճշգրտություններ, որոնք որ եւ ժամանակային եւ անվանումների առումով համապատասխանում են։ Եթե հիշեք, մենք եւս մի մեջբերում ունեցանք պատմությունից, Տակիտոսն էր գրում դրա մասին, որ ինչու էին Պրիսկիղան եւ Ակյուղասը եկել Հռոմից, որտեղ որ նորից պատմական տվյալները 100%-ով համընկնում էին Աստվածաշնչյան թվագրությանը եւ կանոններին ու պաշտոններին։ Եվ Ղուկասը շատ ճշգրիտ կերպով ասում է Աքայայում էր Հյուպատոս էր եւ Գաղիոնի օրոք էր սա։ Այս արձանագրությունը հնարավորություն է տվել պատմաբաններին ճշգրիտ թվեր գրել Գործք առաքելոց 18-րդ գլխի իրադարձությունների մասին, որը 51-52 թվականներին է եղել։ Եվ հատկանշական է, որ Ղուկասը Գործք առաքելոցում Գաղիոնին ներկայացնում է հենց այն պաշտոնով, որը հաստատվում է նաև պատմական աղբյուրներում։ Սա կարող եք հիշել, սիրելիներ, որովհետև Սուրբ Գրքից երբ դուք խոսեք, Աստծո մասին երբ դուք խոսեք, շատերը պատմական փաստեր ուզելու են ասեն, բայց պատմությունը տեղեկություններ տալիս է, տեսեք, այնպիսի թվագրություն, անունների, պաշտոնների ճշգրտություն կա այստեղ, որ դուք պատմական աղբյուրներում կարող եք սա տեսնել։ Սա հավելյալ ապացույց է անհավատ մարդկանց համար, ովքեր իբր թե հաստերի պակասի պատճառով չեն ուզում ընդունել Աստվածաշունչը որպես ճշմարտություն։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ղուկասը գրում է ոչ թե առասպելներ կամ անորոշ ավանդություններ, այլ իրական պատմական իրադարձություններ, իրական մարդկանց, իրական վայրերի եւ իրական պաշտոնների մասին։ Դրա համար երբ կարդում ենք, որ հрьяաները Պողոսին տարան Գաղիոնի ատյանը, պետք է հասկանանք, որ նրանք բերել էին ոչ թե սովորական դատավորի, այլ Աքայա նահանգի բարձրագույն հռոմեական իշխանության առաջ, որը նաև պատմական փաստ է։ Հрьяաների ընտրած ժամանակը նպաստավոր էր, քանի որ Գաղիոնը վերջերս էր հավանաբար ընտրվել որպես հյուպատոս։ Գիտեք, հռոմեական կայսրությունում հյուպատոսական պաշտոնը 1 տարվա էր։ Տարին 1 փոխվում էին հյուպատոսները, ինչու էին սա այսպես անում, որպեսզի ոչ ոք չափազանց մեծ իշխանություն չկուտակեր, չհասցներ կուտակել, որպեսզի ավելի շատ սենատորներ կարողանային գալ այս պաշտոնին եւ վերջիվերջո որպեսզի կենտրոնական իշխանությունը պահպաներ իր վերահսկողությունը նահանգների վրա։ Իսկն ոչ մեկ այնքան չառաջանար իր պաշտոնի մեջ, որ իր սեփական արքայությունը այնտեղ հիմներ։ Այս հարձակումը ինչ է նշանակում, որ ընտրել են այս ժամանակ, որովհետև երբ նոր ընտրություններ են լինում թարմես ամերականներին, բոլորը խոստումներ են տալիս, բոլորը ժողովրդի համար ուզում են ինչ-որ բաներ անել։ Եվ այստեղ նրանք ընտրում են մի այնպիսի ժամանակ նորընտիր նահանգապետ, ում կարող են ներկայացնել իրենց նենք ծրագիրը եւ ամենայն հավանականությամբ այն կաշխատի։ Այս հարձակումով չի խախտվում Աստծո խոստումը, ասացինք, քանի որ Տերը ասել է ոչ ոք քեզ վրա չի հարձակվի քեզ վնասելու համար։ Եվ դա նշանակում է, որ Տերը երաշխավորված ընթացքով է անցկացնում Պողոսին։ Պատկերացնում եք այդ պահին Պողոսի հոգեվիճակը այս հարձակման մեջ։ Նա քիչ առաջ լսել էր Տիրոջից իր անվտանգության եւ իր ծառայության հաջողության մասին եւ հիմա ենթարկվում է հալածանքի եւ դատարանում է գտնվում։ Ահա հենց փորձություններն են Տիրոջը վստահելու առիթ, սիրելիներ։ Խաղաղ օրերին ինչպես վստահել եւ ինչու վստահել։ Բոլորս լավ թեզեր գիտենք, բայց իրականության մեջ պետք է գան առիթներ, ստեղծվեն նպաստավոր պայմաններ, որպեսզի դու կարողանաս քո վստահությունը Տիրոջ խոստումների նկատմամբ ցույց տալ։ Դրա համար կարող ենք հիշել, որ Աստծո թույլտվությունները մեր ծառայության ու կյանքի ընթացքում կարող են ներառել նաև հարձակումներ, որոնք Աստծո համար նպատակային են։ Եթե Պողոսը հավատացել է եւ անպայման հավատացել է, ապա նա ներկայում գտնվում է ավելի հանգիստ վիճակում, քանի որ ինչ սցենարով էլ որ զարգանար հաջորդի իրադարձությունները, նա մի բան գիտի՝ իր կյանքին վտանգ չի սպառնալու։
Պետք է ոչ թե անհանգստանանք դրա համար, այլ մտածենք Տիրոջ գործերի եւ այդ դեպքում նպատակային թույլտվության մասին։ Երբևէ ձեզ պատահած փորձությունների մեջ ձեզ այցելել է այդ միտքը, որ սա անիմաստ չէ։ Արդյոք այդ փորձությունները երբ գալիս են ձեր կյանք, դուք ապրում եք Տիրոջ համար, ծառայում եք, այդ պահին հիշում եք, որ սա Տիրոջ վերահսկողությունից է ինձ հասել։ Այստեղ նպատակ ունի Տերը։ Թե մտածում եք, այնտեղ խոստում էր տվել, լավ խոստումներ էր տվել, ես քեզ հետ եմ եւ այլն, բայց ինչ է ինձ պատահում։ Պետք է իմանաք, որ երկրի վրա տեղի չունենում մի բան առանց Տիրոջ թույլտվության։ Եթե փորձություն է քեզ հասել, նույնիսկ դու ունես հստակ խոստումներ, դա անակնկալ պետք է չլինի, դա Տիրոջ նպատակային թույլտվությունն է։ Հաջորդ համարում 13-ում տեսնում ենք նրանց լարած թակարդը արդեն, ծուղակը, ոչ միայն հարձակում, որը հնչում է կարծես արդարացի մեղադրանք։ Նայեք 13-ին, ինչ են ասում։ Սա մարդկանց համոզում է, որ օրենքին հակառակ ձևով Աստծուն պաշտեն։ Տիրոջ թույլտվության ներքո է նաև իր ծառայի նկատմամբ լարվող թակարդը այստեղ։ Սա մեղադրանք է Պողոսի դեմ, բայց սա ոչ միայն մեղադրանք է, այլ նաև ծուղակ։ Տեսեք թե ինչու։ Նրանց մեղադրանքի բովանդակությունը տեսեք։ Պողոսին մեղադրում են, որ նա իբր համոզում է մարդկանց, որ նրանք օրենքին հակառակ ձևով Աստծուն պաշտեն։ Լեզվաբան Ռոջերսը տեսեք ինչ է գրում սա, հունարենից վերցանելով գրում է, ասում է օրենքին հակառակ արտահայտությունը, այս ձևակերպումը հնարավոր է երկու կերպով էլ հասկանալ։ Այսինքն կամ արգելված կրոնի տարածման մասին է խոսքը, կամ մովսիսական օրենքի։ Այսինքն սրանք խոսում են երկլեզու, երկիմաստ։ Եվ պետք է Գաղիոնը ինքը որոշի, թե սա վերաբերվում է Հռոմին վտանգ է սպառնում, թե հրեաների կրոնին է վերաբերվում այս հարցերը։ Իրենք խոսում են այնպես, որ Գաղիոնը հասկանա, որ հռոմեական կայսրությանը սպառնում է վտանգ, ձևավորվում է մի խումբ, որը որ կարող է հռոմեական օրենքներին դեմ հրահրել մարդկանց գործելու, Աստծուն պաշտել։ Իսկ Հռոմում կարծեմ գիտեք, որ բազմաստվածություններ եւ կայսր պաշտամունք։ Սա ինչ որ իմաստով կարծես նրանք ասային այնպես, որ դու մտածի, որ մենք հիմա քեզ ինչի մասին որ խոսում ենք, սա տանելու է նրան, որ կայսր պաշտամունքը վտանգվի եւ դու քո պաշտոնում պետք է ուշադիր լինես։ Սա ծուղակ է։ Եթե երկու ձևով էլ հնարավոր է հասկանալ օրենքին հակառակ արտահայտություն, ուրեմն նրանք խոսում են երկիմաստ կամ հասկացնում են իրենց նկատի ունեցածը աստիճանաբար։ Մեղադրանքը դիտավորյալ անորոշ է ձևակերպվում այստեղ։ Գաղիոնը կարող է հասկանալ թե որպես հռոմեական օրենքի խախտում, թե հրեական կրոն որպես կրոնական վեճ։ Նկատեք, որ նրանք Հիսուսի մասին ընդհանրապես չեն խոսում մեղադրանքի մեջ։ Հիսուսը Մեսիան է, որպես խնդիր, նման խնդիր չեն ներկայացնում։ Այս ծուղակի էությունն է սա։ Սա խորամանկ երկիմաստ խոսելաձև է, երբ մարդը իր միտքը ձևակերպում է այնպես, որ դիմացինը կարող է երկու ձևով էլ հասկանալ։ Եվ սրա մասին մենք ավելի մանրամասն հիշում եք այն հարցուկ ոգով բռնված աղախնին, որ Պողոսը հանդիմանեց եւ դուրս հանեց դևը նրա միջից, նայել էր երկլեզու։ Նայել ճիշտ բաներ էր ասում, բայց երկու ձևով կարող էին հասկանալ մարդիկ։ Հրեաները հույս ունեին, որ Գաղիոնը այս մեղադրանքը կտեսնի որպես պետական խնդիր, սակայն Գաղիոնը արագ հասկացավ, որ իրականում խոսքը հրեական կրոնի դավանաբանական հարցի մասին է եւ հրաժարվեց գործը քննել։ Երբ հուդայականությունը պաշտոնական կրոն չէր, այն հանդուրժում էին Հռոմում, իրավունք էին տալիս, որ հրեաները կարողանային իրենց կրոնը ունենալ եւ քրիստոնեությունը այս դեպքում դիտարկվելու էր որպես հուդայականության աղանդ, աղավաղված տեսակ։ Հրեաների պատրաստած ծուղակի էությունը այն է, որ Պողոսի ուսմունքները ոչ մի ընդհանուր բան չունեն հուդայականության հետ եւ հետեւաբար պետք է արգելվի։ Նրանց բոլոր քայլերի նպատակը հետեւյալն է՝ արգելել Պողոսի գործունեությունը։ Իսկ գործունեությունը արգելելով ի՞նչն է արգելվում։ Ծառայությունը։ Առաջ չի գնում։ Եթե առաջ չի գնում, մարդիկ չեն լսում ավետարանը։ Եվ սա նշանակում է ուղիղ ձեռնոց նետել Տիրոջը։ Ուրեմն մենք հիմա դեմ ենք դուրս գալիս քո ծրագրերին, մենք ամեն ինչ կանենք, որ չհաջողի քո ծառան, Տերն ասում է, որ ոչ նա հաջողելու է,
նրան ոչինչ չի լինելու եւ իմ ժողովուրդը լսելու է ավետարանը։ Եթե Գավիոնը կողմ լիներ հրեաներին, քրիստոնեությունը կարող էր արգելվել ամբողջ կայսրությունում, այսինքն Պողոսի գործունեությունը ողջ հռոմեական տարածքում կայսրության մեջ դադարելու էր։ Պողոսը ռոզիսկա հայերը որոնում է, չէ՞։ Որոնումների սև ցուցակում էր հայտնվելու, որտեղ որ մտներ, իրեն չէին թողելու, որ նա կարողանար խոսել։ Իսկ ինչ եք կարծում, եթե Տերը այնտեղ ուներ փրկյալներ, հնարավոր էր դադարել այդ ծառայությունը թե ոչ։ Հեշտ հարց է, իհարկե կասեք, որ ոչ։ Այնպես որ կարող եք հիշել, որ Տերը նպատակային կարող է թույլ տալ, որ իր ծառաների դեմ նույնիսկ ծուղակներ պատրաստեն։ Չեք հիշում նման օրինակ հենց Գործք առաքելոցից, երբ Տերը թույլ տվեց ամենասարսափելի չարիքը ողջ մարդկության, որ Հիսուսին խաչեցին։ Գործք 4:26-ից 28-ում այսպես է գրված, տեսեք, ասում է հավատացյալներն են, ասում են մեջբերում են Սաղմոսից, ասում են երկրի թագավորները վեր ելան եւ իշխանները միասին հավաքվեցին Տիրոջ ու նրա օծյալի դեմ։ Արդարև այս քաղաքում հավաքվեցին Հերովդեսը եւ Պոնտացի Պիղատոսը, հեթանոսների եւ Իսրայելի ժողովրդի հետ, ուշադիր լսեք, քո սուրբ որդու Հիսուսի դեմ, որին դու օծեցիր, որպեսզի անեն այն, ինչ քո ձեռքն ու կամքը նախապես սահմանել էին որ լինի։ Այդ ինչպես է լինում, որ չարիքները այստեղ ակտիվ գործում են մարդիկ, բայց անում են այն, որ իրականանա այն ինչ որ Աստված սահմանել է։ Այդ ինչպես են աշխատում իրար հետ։ Այս համարում առաջին դարի քրիստոնյաները, որ մեջբերում են Սաղմոսից սա, շատ անսպասելի ավարտ են տալիս իրենց մտքերին։ Տպավորություն է, որ պետք է իրենք ասեն, հիմա մեզ օգնիր, մենք ինչ պետք է անենք, բոլորը հավաքվել են մեր դեմ, քո օծյալի դեմ են հավաքվել։ Կարելի է ակնկալել, որ բողոքեին նրանք, որ այս կառավարիչները միավորվել են իրականացնելու ծրագրերը, փոխարենը տեսեք ինչ են ասում նրանք։ Նշվում է, որ հավաքվել են անելու այն, ինչ Տիրոջ ձեռքն ու խորհուրդներ սահմանել։ Մեկնաբան գրում է սրա մասին։ Գաղափարը այստեղ այն է, որ Աստվածային կամքին դիմակայելու նրանց ջանքերը հանգեցրին Աստծո կամքի իրականացմանը։ Սա սքանչելի պատկեր է։ Նրանք միավորվեցին, գրում է նա, պատերազմելու Քրիստոսի դեմ, բայց անգիտակցաբար նպաստեցին նրա ծրագրի իրականացմանը։ Եվ ավարտում է միտքը այս արտահայտությամբ, ասում է նախադասությամբ. մեր Տերը չի անդարտեցնում իր դեմ բարձրացող փոթորիկը, նա վերահսկում է նրան, գործում դրա միջոցով։ Իսկ ինչու է թույլ տվել ըստ այս համարների։ Թույլ է տվել, որպեսզի անի այն, ինչ իր ձեռքը սահմանել էր։ Ես գիտեմ, որ սա դժվար է իրար կողք դնել, ինչպես է մարդու չարությունը իրականացնում Աստծո ծրագիրը, բայց սա իմանալը ձեզ կօգնի ձեզ հանդիպած, թույլ տրված իրավիճակներին Աստծո ուզած արձագանքը տալ։ Սա չափազանց կարևոր աստվածաբանական պնդում է, որը բարձրացնում է հետևյալ հարցը. արդյոք Աստծո նախասահմանությունը ազատում է մարդուն իր չար արարքների պատասխանատվությունից։ Կամ արդյոք Աստծո թույլտվությունը համաձայնության նշան է։ Մի քանի համար առաջ հիշում եք Պողոսը մարդկանց անհավատության դեպքում պատասխանատվությունը վրա էր դնում։ Նրանց վրա էր դնում, նա չէր ասում, գիտեք, իմ Աստված այնքան ամենակարող է, որ ձեր չարությունները ինքն է սահմանել որ անեք։ Ինքը զանազանում էր, ասում է դա ձեր պատասխանատվությունն է, բայց իմ Տերը կարող է դա օգտագործել իր ծրագրի համար։ Տիրոջ թույլտվությունը, հիշեք, չի վերացնում մարդկանց չարության պատասխանատվությունը, որպես աստվածաբանական սկզբունք, հիշեք։ Նրանք կրելու են իրենց պատիժ, իրենց չար ծրագրերի քայլերի համար։ Նույնը եղավ Հովսեփի պարագայում, հիշում եք։ Եղբայրները ակտիվ չարություններ գործեցին Հովսեփի դեմ, բայց վերջում Հովսեփը ծննդոց 50-րդ գլխում ասում է դուք մտածում եք չարիք, Տերը մտածում էր բարիք անել, որ ինձ հասցնի այստեղ, որ դուք ապրեք։ Այդ ինչպես է, որ մի իրադարձության մեջ երկու իրականություն կա։ Տեսնում եք, Աստծո կողմից նայելը օգնում է իրավիճակներին Աստծո ուզած ձևով գնահատական տալու։ Աստծո ուզած ձևով հասկանալու, ինչպես է պետք վերաբերվել Աստծո թույլտվություններին։ Աստված
չարիքը կարող է թույլ տալ, այո։ Կարող է թույլ տալ, դա կարող է համաձայն չլինել, բայց կարող է թույլ տալ, տիրոջ համաձայնությունը հավանության նշան չէ։ Ինչպես որ ես եւ դուք, եթե սայթակ ենք մեր գործենք, կարող ենք ասել Տերը հավանեց դա, ոչ, բայց Տերը թույլ տվեց։ Իսկ թույլ տվությունը հավանության հետ չի կարելի շփոթել։ Այնպես որ հիշեք, աստվածաբանական այս խոր ճշմարտությունը եւ կյանքի փոթորիկների մեջ երբ կտեսնեք Տիրոջ թույլտվությունները, մտածեք նրա նպատակների մասին, ոչ թե մտածեք հակահարված տալու կամ իրավիճակից ճողոպրելու մասին։ Օրինակ, երբ մենք ուզում էինք եկեղեցու շենքի համար հողատարածք գնել, հիշում եք այդ հողատարածքի տերը մեզ ասաց, որ առանց ձեզ ասելու ես չեմ վաճառի, բայց վաճառեց, մի քանի օր հետո վաճառեց։ Եվ մենք վերաբերվեցինք այսպես. դու ճիշտ չարեցիր, որ քո խոստումը չկատարեցիր, բայց մեր Տերը մեր համար այլ ծրագիր ունի։ Այսինքն, սա կոչվում է ունենալ ճիշտ աստվածաբանություն, երկու կողմին ճիշտ գնահատական տալու համար։ Դու մեղավոր ես քո սխալի համար, դու խոսքը դրժել ես, բայց դա չի խանգարում, որ իմ Տերը իր ծրագիրը մեզ համար իրականացնի եւ արդյունքում մենք ուրիշտեղ արդեն ունենք հողատարածք, գիտեք իհարկե, աղբյուրը դրա համար։ Այստեղ մի կարևոր հարց կա, արդյոք մեր ունեցած նման համոզումը վերացնում է նրանց վրայից իրենց պատասխանատվությունը, ասացինք արդեն ոչ։ Սա նպատակային թույլտվություն է։ Դրա համար հարց սիրելիներ, ինչպես եք արձագանքում, երբ անիրավացիորեն մեղադրվում եք, երբ ձեր ծառայության կամ ծառայական գործունեության ընթացքում կամ ձեր կյանքում ձեր նկատմամբ չարություն են անում։ Որն է ձեր արձագանքը։ Հիշեք, չեք կարող վստահել Աստծո նպատակային թույլտվությանը, երբ ոչինչ չեք կարող անել, եթե դուք մտածեք հակահարված տալու մասին։ Սա առաջին դրսևորումն է Հիսուսի պաշտպանության։ Նա թույլ է տալիս, որ թշնամիները կազմեն եւ իրագործեն ծրագրեր։ Ինչպես է Հիսուսը պաշտպանում ծառայության համար, երկրորդ ձևը տեսեք, կերպը, նա ոչ միայն թույլ է տալիս թակարդներ լարել կամ թույլ է տալիս չարիքը գործի, այլ նաեւ նա կառավարում է մարդկանց։ Նա կառավարում է մարդկանց։ Եվ 14-15-րդ համարներում մենք տեսնում ենք Աստծո կողմից կառավարման երկու ոլորտ։ Ինչպես է նա կառավարում եւ որ ոլորտները։ Տեսեք 14 եւ 15-րդ համարներում ինչ է գրված։ Երբ պատրաստվում էր բերանը բացել Պողոսը, Գավիոնը հրեաներին ասաց. հրեաներ, եթե ինչ-որ անիրավություն կամ նենք խարդախություն լիներ, արժեր որ ձեզ լսեին։ Բայց եթե հարցը խոսքին, անուններին եւ ձեր օրենքին է վերաբերում, դուք տեսեք, որովհետեւ այդպիսի բաների դատավոր չեմ ուզում լինել։ Այս երկու համարում տեսնում ենք Աստծո կողմից կառավարման երկու ոլորտ՝ մտային եւ ֆիզիկական։ Մտադրությունների կառավարում եւ լեզվի կամ խոսքի կառավարում։ Եթե նախորդը նպատակային թույլտվություն էր, ապա սա նպատակային ուղղորդում է։ Տեսեք, Պողոսը մինչ այս պահը խոսում էր, ինչ էր անում։ Լուռ էր, ոչինչ չէր խոսում։ Նրա վրա հարձակվեցին, նա լուռ էր։ Բերեցին դատարան, նա լուռ էր։ Նրան մեղադրեցին, նա լուռ էր։ Եվ ահա տեսնում ենք, որ Ղուկասը նկարագրում է նրա մտադրությունը։ Պողոսը ուզում է խոսել։ Նայեք 14-րդ համարի առաջին մասին, երբ պատրաստվում էր բերանը բացել։ Պատրաստվում էր։ Բարի իմաստներն են մտադրություն ունենալ, նպատակ ունենալ։ Պողոսը լուռ իր մեջ, ոչ մեկ չգիտի դրա մասին, մտածում է։ Հարմար առիթ է փնտրում խոսելու։ Այս բառը ցույց է տալիս Պողոսի մտադրությունը, նա պատրաստում ցանկանում էր բերանը բացել հարմար պահի, բայց ինչ է լինում։ Միջամտում է Գավիոնը։ Այն արտահայտում է ներքին մտադրությունը Պողոսի, նախապատրաստությունը եւ բառացիորեն ստացվում է այսպես Պողոսը խոսելու վրա էր վարկյան էր մնացել կամ վարկյանից քիչ, որ նա խոսեր, ձայն աներ։ Ինչ է կարծում, ինչ է ուզում Պողոսն ասել։ Ինչ կխոսեր։ Ավետարան ճիշտ է, բայց մինչև ավետարանը մեղադրանք կա։ Ըստ տրամաբանության ինքնապաշտպանական ինչ որ ոչ պետք է անել, ինչ որ բան պետք է խոսել իրեն պաշտպանելու համար։ Պողոսի քաղաքացիությունը հիշում եք։ Հռոմեացի, այսինքն, եթե նա սկսեր խոսել, ինքն իրեն պաշտպանել, նա առաջին մեծ փաստարկը բերելու էր, որ ես Հռոմի քաղաքացի եմ։ Եվ արդյունքում կարող էր կրկին նա ազատվել։ Բայց ինչն է այստեղ կարևոր։
Ինչն է կարևոր, ինչու Տերը թույլ չտվեց, որ իրադարձությունները այդպես զարգանան, այլ միջամտեց Գավրիոնի բերանով։ Եթե ելքը երկու դեպքում էլ նույնը կարող էր լինել, ինքն էլ որ խոսեր, կիմանային հռոմեացի է, իր նկատմամբ հռոմեական օրենքները կգործադրեին եւ վերջում իրեն ազատ կարձակեին, բայց Աստված այսպես չի վարվում, որովհետեւ երբ Պողոսը ոչինչ չի խոսում եւ պաշտպանվում է, ավելի վառ է երևում, որ դա Տերն է անում, ոչ թե ինքը, ոչ թե իր փաստարկները։ Նման երկի դեպքում հասկանալի է դառնում, որ ոչ թե քաղաքացիության ուժը օգնեց, որը ևս միջոց է, հետագայում հիշում եք 20-21-րդ գլուխում ինքը իր քաղաքացիության փաստարկով ազատվում է։ Այս է Տիրոջ անմիջական կառավարման արդյունքն է, նա իշխում է ամեն ինչի եւ բոլորի վրա։ Չէ՞ որ նա քիչ առաջ էր խոստացել, որ ես քեզ հետ եմ, Պողոս, դու հիմա պետք է այս իրավիճակի մեջ տեսնես նույնիսկ ամենաթեժ զրույցները ես ինչպես եմ կառավարում։ Ահա ինչ է նշանակում, երբ Հիսուսը մեզ հետ է, նա կառավարում է մարդկանց մտադրությունները։ Միթե սա պատահականություն է, սիրելիներ։ Միթե մարդու մտադրություններին ծանոթ չի Աստված։ Չգիտի, որ նա ուզում է խոսել կամ ինչ է ուզում խոսել։ Այս օրհնյալ ճշմարտությունը նույնիսկ Դավիթը գիտեր, երբ Սաղմոս 139-ն էր գրում, տեսեք ինչ է գրում նա. դու քննեցիր եւ ճանաչեցիր ինձ, դու գիտես իմ նստելն ու վերկենալը, հերվից ես իմանում իմ մտածումները, քննում ես իմ գնալն ու պարկելը, գիտես իմ ճանապարհները, շատ լսեք, որովհետեւ դեռ խոսքը չկա իմ լեզվի վրա, ահա ով Տեր դու բոլորը գիտես։ Սա Աստծո անըմբռնելի գիտությունն է։ Եվ 6-րդ համարում Դավիթ այդպես էլ գրում է, ասում է, ինչ շրջապատում ես իմ հետևից ու առջևից եւ քո ձեռքը դրել ես իմ վրա, այսինքն նա խոսում է Տիրոջ ներկայության պաշտպանության մասին, բայց ֆիզիկապես դա չի երևում։ Եվ ասում է, այս գիտությունը ինձ համար զարմանալի է, բարձր է եւ չեմ կարողանում ըմբռնել այն։ Ինչպես է որ մի իրադարձության մեջ Տերը ակտիվ գործում է։ Այո, մեր Տիրոջ գիտությունն անըմբռնելի է, նա միշտ մեզ հետ է, նա շրջապատում է մեզ, մենք նրանով ենք ապրում, շնչում ու կանք, սա զարմանալի է և սա շատ բարձր է։ Մտածում եք արդյոք սրա մասին, երբ դուք նույնիսկ թեժ զրույցների մեջ եք, կյանքի զանազան իրավիճակների մեջ, երբ պատրաստվում եք մի բան ասել, խոսել, վստահ եմ փորձառած կլինեք նույնիսկ իրավիճակներ և ինչպես ասում են մի մազ էր մնացել, որ ինչ-որ բան ասել, բայց ընդմիջվել է, չես կարողացել խոսել, ով է կառավարում իրավիճակը։ Տերը գիտի մեր ամենածածուկ մտադրությունները նույնիսկ, մինչև մեր խորհուրդները կդառնան մտքեր, մինչև այդ մտքերը կհասնեն լեզվին, մինչև առիթ կլինի, որ լեզվից դուրս գա, Տերը այդ բոլորը գիտի և կառավարում է։ Միթե մարդու լեզվից դուրս կգա մի բան առանց Տիրոջ թույլտվության, ինչ եք կարծում։ Սողոմոնը շատ իմաստուն մեկն էր և նա սրա մասին գրել է, տեսեք, Առակաց 16:1, մարդունն են մտքի ծրագրերը, բայց Տիրոջից է լեզվի պատասխանը։ Կամ 16:9, մարդու միտքն է խորհում նրա ճանապարհը, բայց նրա քայլերը Տերն է ուղղորդում, այսինքն ելքը Տերն է որոշում։ Դու կարող ես հազար բան մտածել։ Տերն է որոշելու որը կլինի։ Մեթյուներին այս համարի մասին գրում է այսպես. որքան էլ զգուշությամբ մարդիկ պլանավորեն իրենց երկրային գործերը եւ որքան էլ վստահ լինեն հաջողության մեջ, Աստված է տնօրինում իրադարձությունները եւ երբեմն ուղղորդում է նրանց ընթացքն այնպիսի ճանապարհով, որ նրանք ամենից քիչն էին ցանկանում։ Սա պետք է մեզ սովորեցնի ասել, եթե Տերը կամենա, այս կամ այն բանը կանենք։ Եվ նա շարունակում է ասելով, սա մեզ սովորեցնում է նայել Աստծուն ոչ միայն մեր կյանքի մեծ փոփոխությունների ժամանակ, այլ յուրաքանչյուր կատարվող քայլում։ Պողոս առաքյալը նույնպես այսպես էր հավատում։ Առաջին Թեսաղոնիկեցիս 3:11-ում նա ասում է, բայց ինքը Աստված ու մեր Հայրը եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսը թող դեպի ձեզ ուղղի մեր ճանապարհները։ Ինքը ուղղի։ Ես կարող եմ ծրագրել, ես կարող եմ մտածել, բայց ինքը պետք է որոշի, ինքը պետք է ուղղի։ Այսպիսով տեսնում ենք, որ մեր Տերը կանխում է Պողոսի մտադրությունը Գավրիոնի միջոցով։ Առաջին, Տերը կառավարում է մարդու մտադրությունները։ Երկրորդ, Տերը կառավարում է նաև լեզվի պատասխանը։ Տեսեք այստեղ,
ինչ եղավ, երբ Պողոսի խոսելուն վարքյանից էլ քիչ էր մնացել ու Գավրիոնը միջամտեց։ Ղուկասը շատ հմտորեն ու շատ պատկերավոր է նկարագրում այս լարված զարգացումը։ Ամենա հետաքրքիր հոլիվուդյան ֆիլմից ավելի հետաքրքիր, ավելի զարգացող, լարված։ Տեսեք, իրավիճակը երբ իրեն մեղադրում են, նա ուզում է, բերանը պետք է բացի եւ հիմա իրադարձություն է փոխվում։ Երբ պատրաստում էր բերանը բացել, Գավրիոնը հрьяաներին ասաց։ Մինչ այս պահը Գավրիոնը դեռ լսում էր։ Իսկ հрьяաները փորձում էին համոզել իրենց նենգ ծրագիրը։ Սա անսպասելի միջամտություն է, որը հնչում է այն պահին, երբ ակնթարթ էր մնացել, որ Պողոսը պետք է սկսեր խոսել։ Տերը կառավարում է ոչ միայն մտադրությունները, այլ նաև մարդկանց լեզվից դուրս եկած ամեն բառը։ Եվ այս պարագայում տեսեք, թե Գավրիոնի լեզվի պատասխանով ինչ գործ է անում Տերը այստեղ։ Հյուպատոսը անմիջապես հասկացավ, որ իրական խնդիրը ոչ թե հռոմեական օրենքի կիրառումն էր, այլ հրեական կրոնի մեկնաբանությունը եւ նա հրաժարվեց գործը քննել։ Ասաց հрьяաներ, եթե ինչ որ անիրավություն կամ նենք խարդախություն էր, այսինքն իմ իրավասության սահմաններում, եթե լիներ ձեր խնդիրը, ես կքննեի, բայց ես տեսնում եմ, որ դա վերաբերում է ձեզ։ Եվ դուք վերցրեք, դուք դատեք, դուք մտածեք։ Սա իրավական արձագանք է, որ տալիս է Գավրիոնը։ Նրա ձևակերպումները իրավական ձևաչափով են։ Գավրիոնը նշում է, որ եթե խոսքը վերաբերեր իրական անիրավության, խուլիգանության ինչ-որ, զանցանքին, խարդախության, հանցագործության, այս տրամաբանության եւ օրենքի ինքը պետք է աներ սա։ Սակայն ասում է սա այդ դեպքը չէ։ Պարզել որ Գավրիոնը շատ լավ է հասկանում, թե ինչ է կատարում։ Նա լավ զանազանում է իրավական հարցը կրոնական հարցից եւ հրաժարվում է լինել այդ հարցերի դատավորը եւ մեղադրողներին հրամայում է ինքներդ հոգացեք։ Իրավիճակը շրջվում է իրենց կողմ։ Նա հարցի լուծումը գցում է հարց տվողների վրա։ Ինչու է Գավրիոնը այսպես վարվում։ Առաջին հերթին ըստ իր պաշտոնի պատասխանատվության, նա հստակ սահման է դնում, դա իմ իրավասությունների մեջ չէ, բայց մենք պետք է տեսնենք իրադարձության հետևը գործող Աստծուն, ինչպես է դա տեղի ունենում։ Եվ 15-րդ համարի վերջում նա ինքն է ասում, տեսեք, իր որոշման մասին, Գավրիոնը, ասում է, որովհետև այդպիսի բաների դատավոր չեմ ուզում լինել։ Իր ցանկության մասին է խոսում։ Չեմ ուզում։ Սա ցույց է տալիս նա ներքին տրամադրվածությունը։ Գավրիոնը ներքնապես ոչ մի ցանկություն չունի խառնվելու այդ գործին։ Ուստի նրա կամեցողությունը հանդես է գալիս մերժման ձևով, չեմ կամենում։ Իսկ ինչ եք կարծում, Տերը կապ ունի այս որոշման հետ։ Նման ցանկության հետ եւ ընդհանրապես նման հնարամիտ եւ ծառայությանը օգուտ բերող որոշման հետ։ Նայեք սլայդին եւ տեսեք ինչ է գրում սովորողը։ Առակաց 21:1։ Թագավորի սիրտը Տիրոջ ձեռքին ջրի վտակների նման է, որ կողմն էլ ուզենա կդարձնի։ Այստեղ խոսքը մարդու ազատության, նրա ծրագրերի եւ Աստծո բացարձակ վերահսկողության եւ տնօրինման մասին է։ Մարդը ծրագրում է, Աստված տնօրինում։ Նույնիսկ ասացվածք են դարձրել, չէ՞, ռուսների մոտ, հայերի մոտ էլ կա։ Շատ են ասում դա։ Մենք կարող ենք զգուշությամբ հաշվարկել մեր ամեն քայլը, մեր ամեն խոսքը, բայց Աստված իրադարձություններն այնպես կդասավորի, ինչպես հարմար է իր մեծ ծրագրին։ Հասկանում եք ինչ է սա ասում, սա տեղեկություն է տալիս հոգևոր իրականության մասին, զուգահեռ ֆիզիկական իրադարձություններին, որ գործում է հոգևոր սկզբունքները։ Եթե տվյալ միտքը կամ խոսքը հարմար է, որ երկրի վրա պետք է հնչի, պետք է իրական, Աստված որոշում է դա թույլ տա թե ոչ։ Իր ձեռքն է, որ կողմը ուզում է, շրջում է դա։ Դրա համար սիրելիներ աշխարհաքաղաքական դեպքերին շատ լարված մի նայեք։ Ամեն ինչ Տերն օգտագործում է իր նպատակների համար։ Եվ ոչ մեկի բերանից նույնիսկ մի խոսք, մի խոստում, մի աղետ են խոստանում, խաղաղություն են խոստանում, ոչինչ Տիրոջ կառավարումից անկախ չէ։ Եթե հնչում է, եթե արվում է, վստահեք Տերը ուրեմն գտել է, որ դա իր մեծ ծրագրին օգուտ է տալիս։ Պետք է։ Եթե չարեն, նրանք կկրեն իրենց պատասխանատվությունը, բայց անգիտակցաբար կծառայեն Աստծո ծրագրերի իրականացմանը։ Սա բացարձակ իշխանության մասին է։
Եթե կարծում եք, որ Աստված կառավարում իշխում ուղղորդում է միայն հասարակ մահկանացուների սրտերն ու մտքերը, ապա նայեք համարում ինչ է ասում, ում սիրտը։ Թագավորի, բոլորի, նույնիսկ մեծամեծերի, հզորների սրտերը։ Համարում Սողոմոնը մեջբերում է ջրի վտակների գեղեցիկ օրինակը, տեսեք, որով ցույց է տալիս նմանություն Աստծո գործելակերպի եւ այս հողագործի արածի միջեւ։ Որովհետեւ մենք ավելի լավ հասկանանք, թե իրականում նա ինչ է անում, ինչպես է նա կառավարում իրավիճակը։ Ինչպես հողագործն է իր ուզած ուղղությամբ առում փորում եւ ջուրը տանում դեպի իր արտը, այնպես էլ Աստված ուղղորդում է աշխարհի հզորների, թագավորների ու կառավարիչների սրտերը։ Մի մեկնաբան այս մասին մի կարևոր նշում է, ասում է Աստված նրանց սրտերը միշտ չէ, որ ուղղում է դեպի բարի գործեր, մեր պատկերացման բարի, երբեմն նա թույլ է տալիս նրանց անելու քայլեր, որոնց խորհուրդը մենք մարդիկ չենք հասկանում այս երկրի վրա, բայց որոնք անհրաժեշտ են պատմության ընթացքի համար։ Հովսեփի օրինակը շատ լավ է համապատասխանում։ Մտածեք եղբայրների կողմից, եթե նրանք իմանային, որ իրենց ամեն չարություն մի քայլ մոտեցնում է Հովսեփին գահին, կանեին թե ոչ։ Բայց իրենք չգիտեն, որ անգիտակցաբար իրենց չարությունները իրականացնում են Աստծո նպատակը, Աստված ժամանակ չի կորցնում այդտեղ։ Այս համարով տեսնում ենք, որ Պողոսը մտադիր էր խոսել, բերանը բացել, կանխվեց եւ գաղրոնել չի ուզում մասնակիցներ։ Սա մեզ սովորեցնում է, որ մեր կյանքի թե մեծ շրջադարձերում եւ թե յուրաքանչյուր փոքր քայլում պետք է հույսներս դնենք Աստծո իմաստուն եւ նպատակային կառավարման վրա, սիրելիներ։ Դադարեք վերահսկել ձեր կյանքը։ Դադարեք վերահսկել մարդկանց լեզվի, մարդկանց գործերի, մարդկանց արարքների հետևանքները։ Դադարեք վերահսկել, Աստծո գործը ձեզ վրա չվերցնեք։ Դա չի նշանակում լինել անտարբեր կյանքին։ Դա նշանակում է իրավիճակները ընդունել Տիրոջ թույլտվությունից եղած։ Հետո Պողոսի տեսակետից նայեք։ Իր մասին է ամբողջը, մի բառ չի խոսել։ Մի բան էր ուզում խոսել, էլ կանխվեց, դեռ ուրիշ կողմով էր ուզում զրույցը տաներ։ Հիսուսը ավետարանչության համատեքստում ասում էր Մատթեոս 10:17 զգուշ եղեք մարդկանցից, որ ուղարկում էր ավետարանչության, որովհետև ձեզ դատարաններ կհանձնեն, լսեք։ Ու իրենց ժողովարդներում ձեզ կտանջեն, իմ պատճառով կառավարիչների, թագավորների առաջ կտարվեք, նրանց ու հեթանոսներին վկայություն տալու համար, բայց երբ ձեզ մատնեն, լսեք, հոգ մի արեք, թե ինչպես կամ ինչ եք խոսելու, որովհետև նույն պահին կտրվի ձեզ։ Նույն պահին։ Այդ պահին կառավարում է Տերը։ Պողոսի պարագայում Տերը առաջնորդեց չխոսել, ուրիշ պարագայում քեզ կասվի դու ինչ պետք է խոսես։ Բայց հարցն այն է, որ քո ավետարանչական կյանքում, որ դու գնում ես Աստծուն ծառայելու կամ առհասարակ այս դեպքում, դու մշտական Տիրոջ կառավարման տակ ես։ Եսեք ինչ ասում, խոսողը դուք չեք լինելու, այլ ձեր հոր հոգին, որ խոսում է ձեր մեջ։ Բայց ինչպես սա նույն իրադարձությունն է, ես եմ խոսում։ Ինչպես ես դու ասում, հոր հոգին է։ Տեսնում եք, մի իրադարձության մեջ երկու իրականություն։ Դու գործում ես, բայց գործում է Աստված, բայց կառավարում է Աստված։ Հիսուսը դրա համար ասում էր, ոք մի արեք, ոչ ուտելիքի, ոչ խմելիքի, ոչ խոսելու, ինչ պիտի խոսեք, դուք տրվեք ծառայությանը, ճանապարհին կհոգացվի ձեզ համար։ Էլ ինչ է մնում լավ Հիսուս մեզ, եթե խոսողն էլ որ հոգին է լինելու, մեզ ինչ է մնում։ Տարեք իրադրությունները, եղեք իրավիճակի մեջ, քաջ, մի վախեցեք։ Դու հավատարիմ եղիր քո գտնված իրավիճակի մեջ, մտածելով, որ Տերը հենց այդ պահին կառավարում է մարդկանց եւ մտադրությունները եւ լեզվի տված պատասխանները։ Պողոսը դիտում է, թե Տերն ինչպես է իր մասին հոգ տանում այստեղ։ Պատահականությանը հավատալ նշանակում է չհավատալ Աստծո նախախնամությանը։ Եթե դուք որևէ փուլում ձեր կյանքի մտածեք, որ այս իրավիճակը պատահական էր, դա նշանակում է, որ դուք այդ պահին չեք հավատում, որ Տերը դա իր նախախնամությամբ կառավարում է։ Դուք տեսնում եք, ես դրա համար էի ասում քիչ առաջ, որ այն աստվածաբանությունը, որ մենք ունենք, մենք պետք է փորձառենք։ Դա պետք է ազդի մեր կյանքի մեր որոշումների վրա։
Վաղը կարող է վատ լուր լսեք ամեն մեկը։ Ես Սուրբ Գիրքն ասում է արդարը վատ լուրից չի վախենում։ Ինչու՞։ Շարունակում է, որովհետև նրա հույսը Տիրոջ վրա է, հաստատ է իր սիրտը։ Դա նշանակում է, որ իր վախի իրավիճակի միջև լուրջ աստվածաբանական հիմք կա։ Խոր հարց բոլորիս սիրելիներ։ Ձեր կյանքում ձեզ հանդիպած դժվարությունները, փորձությունները, որոնք ձեր մեղքի հետևանք չեն, կարողանում եք ընդունել, որ Տիրոջ լիարժեք ու կատարյալ վերահսկողության եւ կառավարման ներքո են դեպի իր բարի ծրագրերը։ Հավատում եք, որ հենց այդ պահին է Տերը հոգում, ոչ թե կհոգա ապագայում, տեսեք Պետրոսն ինչ է ասում, ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում հիմա, ոչ թե կհոգա ապագայում, հիմա, ուղիղ եթեր, այս պահին, քո իրավիճակի մեջ ինքը հոգ է տանում, բայց դու դա չես տեսնում, բայց դու Պողոս խոստում ունես, չէ, որ Տերը քեզ հետ է, ինչպես մեկնաբանեմ դատական process-ը, նա հոգում է, նա կառավարում է, եւ լեզվի պատասխանները եւ քո մտադրությունները նույնիսկ։ Վստահենք նրա իշխանությանը, սիրելիներ, նա կառավարում է ամեն ինչ եւ ամեն մեկին իր ծրագրերը իրականացնելու համար։ Դրա համար երբ դուք նրան եք ծառայում, երբեք մի անհանգստացեք ձեր կյանքի որևէ անցուդարձի համար, անցումային որևէ փուլի համար, ոչինչի համար հոգս մի արեք։ Դա չի նշանակում, որ դուք անտարբեր եք, դա նշանակում, որ դուք վստահ եք։ Դուք վստահում եք Տիրոջ կառավարմանը։ Իրեք ինչն է հետաքրքիր, հիմա ասած գլխով եք, չէ՞, ես էլ ձեր նման գրելիս էլ էի գլխով անում, ասում, այո, բայց իմ կողմից եմ ես ասում, դուք ձեզ գնահատեք։ Միշտ ջանք է պահանջում, որ իրավիճակների մեջ քեզ հիշեցնես այս ճշմարտությունները, որ փորձառես սա։ Կարծես ուրիշի համար աղոթելը հեշտ է, որ վատ ես լսում։ Իսկ երբ դու ես դրա մեջ, հիշում ես, որ Տերը այդ պահին հոգում է, կարողանում է կառավարել։ Հասարակ մի փոքր հարցում մարդիկ անօրենության են դիմում, կաշառք են տալիս, դա նորից անվստահության նշան է։ Հարց ուզում են լուծել անօրեն ճանապարհով, դա անվստահության նշան է։ Չեն վստահում Տիրոջը, որ Տերը կարող է իրավիճակների վրա ազդել, մարդկանց մտքերի վրա ազդել։ Սա երկրորդ ձևն էր, որ Հիսուսը պաշտպանում է։ Նա ոչ միայն թույլ է տալիս չարիք, նա կառավարում է մարդկանց մտադրությունները եւ լեզվից դուրս եկածը կամ լեզուն եւ երրորդ միջոցը Հիսուսի պաշտպանության, տեսեք ինչպես է Հիսուսը պաշտպանում ծառայության համար, նա թույլ է տալիս չարիք, նա կառավարում է մարդկանց, նա շրջում է իրավիճակը մեղավորների դեմ։ Նա շրջում է իրավիճակը մեղավորների դեմ 16 եւ 17-րդ համարներ 18-ի կեսը։ Եվ նրանց ատյանից հանեց։ Իրադրությունը հարությունաշրջան շրջվեց։ Եվ բոլորը բռնել էին Սոսթենես ժողովապետին եւ ատյանի առաջ ծեծում էին։ Իսկ Գաղիոնը ոչ էլ մտահոգվում էր դրանց համար։ Իսկ Պողոսը դեռ շատ օրեր մնալուց հետո հրաժեշտ տվեց եղբայրներին եւ զավակեց դեպի Ասորին։ Այս երկու համարում տեսնում ենք շրջված իրավիճակի երկու արդյունք։ Մարդու գործը ձախողվում է, Աստծո գործը շարունակվում է։ Սա նպատակային ուղղորդում է։ Տեսեք, իրավիճակը կտրուկ փոփոխության է ենթարկվում։ Նրանք, ովքեր ծուղակ էին պատրաստել, մեղադրում էին Պողոսին, հիմա իրենք են հայտնվել չսպասված դրության մեջ։ Այսպիսով Տերը շրջում է իրավիճակը եւ բերում է, տեսեք, ինչ արդյունքներ։ Առաջին արդյունքը, որ տեսնում ենք 16-րդ համարում, նա մարդու նախաձեռնությունը ձախողում է։ Ինչ եղավ։ Նրանց ատյանից հանեց Գաղիոնը։ Հանել բառը գործածված է ոչ սովորական, այլ ավելի կոպիտ իմաստով, այսինքն սա հրավեր չէր, խնդրում եմ դուրս եկեք։ Սա վռնդել էր։ Իրենց վռնդեց դատարանից։ Նրանք կորցնում են իրենց ազդելու հնարավորությունը, միևնույն ժամանակ ամոթ է սա նրանց համար, նման ձևով դատարանից դուրս գալը։ Երկրորդ իրավիճակը շրջվում է հավատվածների կամ մեղավորների դեմ, նայեք 17-ին իրենց մեջ եկպարակություն առաջանում։ Բոլորը բռնել էին Սոսթենես ժողովապետին եւ ատյանի առաջ ծեծում էին։ Սոսթենեսի մասին ասում է, որ նա ժողովրդապետն էր, Կրիսպոսի փոխարեն էր ընտրվել։ Հիշում եք 8-րդ համարում Կրիսպոսը ժողովարանի ղեկավարը դարձի եկավ։ Եվ հիմա Սոսթենեսն է։
Նա Քրիստոսի փոխարեն էր ընտրվել ամենայն հավանականությամբ։ Քրիստոսից հետո երբ նա իր պաշտոնում դարձի գար, հիմա կասեմ ինչու եմ սա ասում։ Նա չէր մնա իր պաշտոնին, որովհետև Կորինթացիս առաջին ավակում Պողոսը Սոսթենեսի մասին է խոսում, որպես իր եղբայր։ Եվ գուցե սա հենց այդ նույն Սոսթենեսն է, որ նշանակել են այդ ժամանակ։ Այս Սոսթենեսի հարցը հետաքրքիր է, եթե նա նույնն է, ում մասին Պողոսը գրում է, ուրեմն նա այս պահին արդեն Պողոսի կողմից էր։ Եվ նրա ծեծվելու պատճառն էլ ամենայն հավանականությամբ այն է, որ նա որպես նորընտիր ժողովարանի ղեկավար չի խոսել Պողոսի դեմ։ Ինչու են ծեծում, լավ, այդքան մարդու մեջ, ինչու են բռնում ժողովարանի ղեկավարին ծեծում։ Ծեծվելու պատճառներից մեկն այս է, որ հնարավոր է, մյուսը ենթադրենք, որ նա դեռ դարձի չի եկել, հա։ Ինչու է ծեծվում։ Շատ գրություններում գրված է հույները բռնեցին, հա, այս արևելահայերեն թարգմանությամբ են որ նայեք, գրված է հույները բռնեցին։ Ոչ թե բոլորը բռնեցին Սոսթենեսին ծեծեցին, այլ հույները։ Հույները հրեաներին չէին սիրում։ Եվ գուցե հրաշալի առիթ էր նրանց համար իրենց ողջ ապելությունը թափելու հրեական ժողովարանի ղեկավարի վրա։ Նաև նկատեք, որ նրանք դա անում են հենց ատյանի առաջ, Ղուկասը նշում է։ Ինչու՞։ Նրանք արդեն վրընդվել են եւ գուցե դարպասների կամ մուտքի մոտ կռիվ են անում, ծեծում են։ Այս ծեծը այնքան ինտենսիվ էր, որ Գավիոնը տեսնում ու լսում էր, որ այնտեղ ծեծում են մեկին, բայց նա անտարբերություն ցույց տվեց։ Համարում ասում են նա ոչ էլ մտահոգվում էր դրանց համար, նրանց էլ չէ, դրանց համար։ Նրա անտարբերությունը շատ զարմանալի է, քանի որ պատմական աղբյուրները ասում էին նույնիսկ ասացին նրա եղբայր Սենեկան ասում էր նա շատ հեզ բարյացակամ մարդ էր, իր դատավորական պաշտոնին շատ նվիրված։ Հիմա հարց. Եթե դատավորի պաշտոնին իր գործառույթներին հետամուտ է ու մի քիչ առաջ ասում էր, որ եթե լիներ հանցագործության հարց, ես կզբաղվեի դրանով, իսկ հիմա ինչու չես զբաղվում։ Հիմա ճիշտ քո գործառույթների տեղն է։ Ծեծում են մեկին, խուլիգանություն է սա տեղի ունենում, իսկ ինչու ես դու անտարբեր։ Իրադարձության մեջ երկուսն են գործում։ Գուցե այն պատճառով, որ նա ուզում էր, որ իրենց փորատ փոսի մեջ հենց իրենք ընկնելով իրենց կաշվի վրա զգային, թե ինչ է նշանակում չարություն անել։ Հետաքրքիր է, որ այսպես վարվելով Գավիոնը անարդար է վարվում իր գործառույթների համատեքստում։ Փաստորեն, ովքեր փոս են փորել, հենց իրենք են հիմա այդ փոսում։ Նաև արդարացի է նրանց դրությունը, որքան էլ իրավական տեսանկյունից անարդարացի է, այսինքն իրավական տեսանկյունն ասում է անարդար է, որ ծեծը տեղի ունի, բայց իրենց չարությունների համատեքստում սա արդար է։ Իրենք իրենց փորած փոսի մեջ են ընկել։ Այսինքն Տերը իրավիճակը 180 աստիճան շրջել է չարագործների դեմ։ Այժմ մեղավորը ճիշտ այն պայմաններում է, որը պատրաստել էր Պողոսի համար։ Հիշեք, Տերը շրջում է իրավիճակը մեղավորի դեմ եւ նրանց բոլոր ծրագրերը ձախողում։ Միթե Սուրբ Գիրքը մեզ չի սովորեցնում, որ Տերն այսպես է վարվում, առավել եւս, երբ իր ծրագրերին դեմ են կանգնում մարդիկ։ Մի քանի համար արագ ընթերցեմ դուք վերհիշեք, գուցե չհասցնեք արագ բացել, բայց լսեք։ Օրինակներ սրա։ Սաղմոս 7, 15-ից 17, ասում է հոր փորեց եւ խորացրեց, բայց ինքն ընկավ իր շինած հորի մեջ։ Նրա չարությունը պիտի իր գլխին գա։ Նրա արիավությունը իր գագաթի վրա պիտի իջնի։ Ես պիտի փառաբանեմ Տիրոջը իր արդարության համար եւ Սաղմոս պիտի ասեմ Բարձրյալի անվանը։ Սաղմոս 9, 15, 16, տեսեք, հեթանոսները ուր գնացին այն հորի մեջ, որ փորեցին, եւ նրանց ոտքերը փաթաթվեցին այն վարմի մեջ, որ թաքցրին։ Սաղմոս 35:8 թող հանկարծակի ավերում հասնի նրանց։ Այդ ով է բերում այդ հանկարծակի ավերում։ Այդ ով է շրջում իրավիճակները։ Հանկարծակի ավերում հասնի նրան, իր լարած որոգայթը բռնի իրեն, թող ավերումով ընկնի նրա մեջ։ Սաղմոս 57:6 որոգայթ պատրաստեցին իմ քայլերի համար, իմ անձը խոնարհված էր, փոս փորեցին իմ առաջ եւ իրենք ընկան դրա մեջ։
Հայաստանում, երբ որ ժողովրդական խոսք է դարձել, ասում են փոս փորողն են գնում փոսը, դրա հիմքը Սուրբ Գրքից է։ Բայց մարդիկ կարողանում են նույնիսկ առանց Սուրբ Գիրքը կարդալու էլ հասնել այդ ճշմարտությանը, որտեղ փորձառում են։ Որտեղ իրենք փորձառաբար տեսնում են, որ մեկը կա, որ իրավիճակները վերահսկում։ Ինչ անում ես, ընկնում ես այդ փոսի մեջ դու։ Քո դեմ է շրջվում։ Առաքած 26-27 փոս փորողն ինքը նրա մեջ կընկնի եւ ով քարը գլորի, այն նրա վրա կվերադառնա։ Վերջին օրինակն էլ եւ ավարտենք։ Եստերի գրքում մի հրաշալի օրինակ կա, որ չկարողացա սա չգրել։ 7-րդ գլուխ, հիշում եք պատմությունը։ 9-10-րդ համարները եւ Համանը պատրաստում է կախաղան ուրիշի համար։ Այն ժամանակ թագավորի առաջ եղող ներքիններից մեկը Արբոնան ասաց. «Ահա այս այն 50 կանգունանոց փայտն են, որ Համանը պատրաստել է Մորդքեի համար, որ բարի է խոսել թագավորի համար։ Համանի տանը տնկված է»։ Եվ թագավորն ասաց. «Տեսեք, թագավորը տեղյակ չէր, նա իր համար այնտեղ փոս էր փորել իր ծրագրերով, որ հիմա Մորդքեն պետք է կախաղամ, համի թագավորը չգիտի, բայց մենք գիտենք, որ թագավորի սիրտը Տիրոջ ձեռքերի մեջ է եւ նա որ կողմ ուզում շրջում է դե լսեք թագավորի վերանով ինչ է ասում Hamanին կանխեցեք այս փայտից որ նա պատրաստել էր Մորդքեի համար եւ թագավորի բարկությունն իջավ նույնն է մեր հատվածում հрьяաները ցանկանում են իրավական ճանապարհով կանոնեցնել Պողոսին բայց գործը շրջվում է նրանց մեղադրանքը մերժվում է եւ իրենք հայտնվում են անարգված ու պարտված վիճակում նրանք հարցակվելով բերեցին Ատյան հիմա նրանք կոպտորեն վռնդվում են Ատյանից։ Նրանք անարդար մեղադրանք ներկայացրին, հիմա իրենք են անարդար վիճակում։ Եվ դատարանն անտարբեր է իրենց իրավունքների նկատմամբ, քանի որ Տերը իրավիճակը շրջել էր մեղավորների դեմ 180 աշճանով։ Տերը ոչ միայն շրջելով իրավիճակը ձախողում է մարդու գործը, այլ նաև իր գործն է հաստատում։ Տեսեք 18-րդ համարի սկիզբը առաջին մասը որպես արդյունք, որ համեմատվում է սրա արդյունքի հետ, ասում է, տեսնում ենք այստեղ, որ Պողոսը դեռ երկար ժամանակ մնում է այնտեղ։ Սա ցույց է տալիս, որ չարությունը ձախողվում է, իսկ Աստծո գործը շարունակվում է։ Գաղիոնի նման կտրուկ որոշումը լիարժեք իրավունք ու հավասար կարգավիճակ տվեց Պողոսին հрьяաների հետ։ Այժմ Պողոսը հрьяաների հետ հավասար իրավունքներ ունի ողջ հռոմեական կայսրությունում շարունակելու իր ծառայությունը եւ քարոզելու ավետարանը։ Հիշեք սիրելիներ, մենք ծառայում ենք Հիսուսին, ինչ մենք ծառայում ենք Հիսուսին, նա ուզում է որ մենք շարունակենք ծառայել իրեն չմտահոգվելով ճանապարհի ոչ մի խոչընդոտի համար։ Տերը պաշտպանում է իր ծառաներին ծառայությունը շարունակելու համար եւ նա դա անում է 3 կերպով։ Նա թույլ է տալիս չարիք, նա կառավարում է մարդկանց որոշումներն ու խոսքերը եւ նա շրջում է իրավիճակը հենց չարագործների դեմ։ Մի քանի դասեր վերցնենք եւ ավարտենք։ Առաջին մի տագնապեք ձեզ հասնող փորձություններից։ Դրանք մինչև ձեզ հասնելն անցնում են Տիրոջ թույլտվությունից։ Այնուհետև դուք տեսնում եք դրանք։ Հիշեք, որ Տերն օգտագործում է մարդկանց չար ծրագրերը իր բարի նպատակների համար եւ նա անպատիժ չի թողնում մեղավորին։ Վստահեք նրա իմաստուն թույլտվություններին։ Նա ամեն բան օգտագործում է ծառայությունն առաջ տանելու համար։ Ամեն բան ծառայում է դեպի փրկություն։ Երկրորդ, վստահեք իրավիճակների կառավարումը Հիսուսին։ Սա ամենաբարդն է երևի, բայց ամենաօրհնյալ ճշմարտություններից։ Իրավիճակների կառավարումը վստահեք Հիսուսին։ Նա իշխում է իրավիճակների, մարդկանց մտքերի, սրտերի ու լեզվի պատասխանի վրա։ Որքան է լինում, չէ՞, միտեղ մի բան խոսում եք, հետո ասում եք, այս մի բանը պիտի այսպես չասա, Տերը դա ամեն ինչ վերահսկում է եւ իր կամքով է, որ ձեր լեզվից ինչ-որ բան է դուրս գալիս, իր կամքով եւ թույլտվությամբ հուսամ արդեն, եթե չգիտեիք, կտարբերեք, կամքը եւ թույլտվությունը դրանք տարբեր են։ Նա տիրապետում է բոլոր իրավիճակների նրբություններին եւ հենց այդ պահին է կառավարում եւ ուղղորդում դրանք իր ծրագրերի իրականացման համար։ Դրա համար միշտ կարող ենք հանգիստ լինել, որովհետև չկա մի բան, որ տեղի ունենա եւ Տերը կամեցած կամ թույլ տված չլինի։ Այս իմաստով ուշադիր լսեք, ինչ որ կա հիմա դա Աստծո կամքն է։ Այս իմաստով ինչ որ կա հիմա դա Աստծո կամքն է, որովհետև եթե Տերը չուզեր, որ դա իրականանա, դա երբեք չէր իրականանա։ Սա կօգնի անցնել եւ ընդունել իրավիճակը Աստծուց եւ վստահել նրա կառավարմանը, որ ինքը նպատակներ ունի, որ այդ իրավիճակը ուղղորդի
իր նպատակներին։ Եկեք վստահենք նրա իմաստուն կառավարմանը եւ վերջին երրորդ վստահենք ձեր կյանքի բոլոր հատուցումները Տիրոջը։ Իրավիճակում կարևոր չեն մեր շահերը, այլ ավետարանը։ Եկեք սովորենք սպասել եւ վայելել նրա հոգատար պաշտպանությունը մեր ամենօրյա ծառայության մեջ։ Գիտեք, շատ դեպքեր կարող են լինել ամեն օր, որ քեզ ուղղված չարությունների դու հանդիպես, բայց դու այդտեղ պետք է իմաստուն լինես, կամ դու պետք է ընկնես հատուցումներ տալու հետևից, կամ դու պետք է սպասես այդտեղ իմաստուն կերպով Տիրոջ կառավարմանը եւ Տիրոջ տված լուծումներին։ Եթե ավետարանի շահերին է ծառայում, Տերը վստահ եղի իրավիճակը կշրջի այնպես, ինչպես որ իրեն պետք է, որ դու ձեռքերդ կեղտոտելու նույնիսկ կարիք չես ունենա։ Ինչպես Պողոսի պարագայում, մարդու դատն էր, ինքը կանգնած լսում էր։ Հիշեք, չարագործն անպատիժ չի մնում երբեք եւ մեղքը հետապնդում է այն գործողներին, Սուրբ Գիրքն է ասում։ Եկեք վստահենք մեր Տիրոջ համբերությանը, իմաստությանն ու ամենակարողությանը։ Եկեք վստահենք մեր ներկա եւ ապագա անվտանգությունը, նա նրա ամենակարող պաշտպանությանը։ Ամեն։ Եկեք կանգնենք եւ աղոթենք։ Մեր իմաստուն գերիշխան Աստված, շնորհակալ ենք քեզ։ Շնորհակալ ենք, որ դու մեր կյանքի ամեն իրավիճակում կաս, մեր կյանքի ամեն վայրկյանին առաջնորդում ես, մեզ տալիս ես կյանք, մեզ տալիս ես շունչ։ Շնորհակալ ենք, որ այս ճանաչողությունն ես հիմա տվել, որ թեկուզ բարդ, բայց կարողանանք այս ֆիզիկական իրականության մեջ տեսնել հոգևոր իրականությունը, տեսնել քո ձեռքը, որ դու քո խոստումների հետևում կանգնած ես։ Շնորհակալ ենք, որ դու մեր կյանքում էլ շատ չարիքներ ես թույլ տվել բարիքի վերածելու մտադրությամբ։ Մենք վստահում ենք քո մտադրություններին։ Ուստի օգնիր, որ հասկանանք, որ աշակերտը ուսուցչից մեծ չէ, ինչպես դու ասացիր, ինչ որ քեզ էին անում երկրի վրա, որ դու դալար փայտ էիր այդպես վարվեցին, մեզ հետ ավելի վատ բաներ կարող են լինել։ Ուստի օգնի, որ մենք ամուր լինենք այն համոզման մեջ, որ դու, եթե մի բան թույլ ես տալիս, այդտեղ նպատակ ունես։ Օգնիր կենտրոնանանք քեզ վրա, քո նպատակների վրա եւ քո իմաստուն թույլտվությունների վրա։ Շնորհակալ ենք նաեւ, որ դու միշտ կառավարում ես մեր կյանքը։ Կառավարում ես ոչ միայն մեզ, ոչ միայն մեր կյանքը, այլ նաեւ մեր շրջապատի։ Մեզ հետ առնչվող յուրաքանչյուր մարդու միտքը սիրտը քո ձեռքերի մեջ է եւ դու կարողանում ես կառավարել։ Դրա համար քեզ ենք վստահում մարդկանց եւ կյանքի փոփոխությունները եւ մտքի փոփոխությունները, որովհետեւ դա միայն դու կարող ես անել։ Դու ունես հասանելիություն մարդու սրտին, մարդու մտքին, դու կարող ես նրա միտքը շրջել, դու կարող ես նրա ցանկությունները փոխել։ Ուստի օգնի, որ մենք վստահենք քո կառավարությանը։ Շնորհակալ ենք նաև, որ մեր կյանքի բոլոր իրավիճակները օգտագործում ես ավետարանի շահերի համար եւ թույլ ես տալիս, որ գնանք ավետարանի տարածման ուղղությամբ։ Մեր շահերը, մեր կյանքի նպատակները մի կողմ դնելով վերցնենք քո նպատակ, քո լուծը, քո բեռը, ինչպես դու ասացիր, այն թեթև է եւ այն քաղցր է։ Ուստի օգնիր, որ մենք այս ճշմարտությունների մեջ ամուր լինենք, իմանանք, որ իրադրության շտկողը, փոխողը, դեպքերի ելքը, ընթացքը դու ես որոշում։ Եվ օգնիր, որ ամուր լինենք, որ չարագործությունները հետ տեսնենք, իմանանք, որ դու քո ժամանակին պիտի շրջես եւ փոսփորող ինքն ենք գնալու դրա մեջ։ Օգնիր եւ ինձ եւ քույրերիս ու եղբայրներիս, որ կարողանանք սրանք ոչ միայն սովորել, այլ նաեւ կիրառել ամեն օր։ Եվ հիմա մասնավոր աղոթում եմ այս սրահում եղող իմ քույրերի ու եղբայրների համար։ Թեկուզ չենք բարձրաձայնում, բայց վստահ եմ բոլորի սրտերում էլ կան հարցեր, կան խնդիրներ, կան անորոշություններ, կան տագնապներ։ Դու այս ճշմարտություններով ես զորացնում նրանց, որ դու ես Տերը իրավիճակների, դու ես Տերը մարդկանց, դու ես Տերը մարդկանց սրտերի ու մտքերի։ Եվ օգնիր, որ այս ճշմարտությունները փափուկ բարձ լինեն մեզ համար, հանգստանանք քո խնամակալության մեջ, վստահենք քեզ կյանքի ղեկավարումը եւ գործենք այստեղ
այն վայրում, որտեղ որ մեզ կդրես։ Փառավորվիր մեր կյանքում դու եւ հիմա եւ միշտ եւ հավիտյանս։ Ամեն։